Ինչպես արդեն գիտեք, այսօր մեզ մոտ շաբաթօրյակ է եւ մենք պետք է մի լավ պլպլացնենք մեր սիրելի դպրոցը։ Առաջարկում եմ մաքրությունը սկսենք դահլիճից, որից հետո կտեղափոխվենք միջանցքներ, լավ։ Ընկեր Սիրունյան, հիմա եթե մաքրությունը ուրբաթ օր անեինք, ասելու եք ուրբաթ օրյակ։ Ստիպան, շաբաթօրյակ բառը նշանակում է կոլեկտիվ կերպով հասարակայնորեն հանրօգուտ անվճար կամավորական աշխատանք։ Հա, բայց եք ասում շաբաթօրյակ։ Ասեք կոլեկտիվ կերպով հասարակայնորեն հանրօգուտ կամավորական անվճար աշխատանք։ Տղա, արդեն յուղ է սայրում։ Լավ երեխաներ, դուք շարունակեք ձեր աշխատանքը, ես էլ գնամ ուսուցչանոց սուրճ կամավորական աշխատանքի։ Ապես, ես ինչ ես անում։ Տավը քոր ես, չես տենում պոլերն եմ ապրում։ Քորը դու ես, պոլերը շորով ես ավլում։ Դե բիլես, փոշիներն եմ ավլում, դրա համար շորով եմ ավլում։ Ես վերցրա, սուսուպուց գործ արա։ Հոպեր սենց ավելի հարմար է, գիտես։ Լսի հլը, ենք բոլորս գործանում բացի են գագիկից։ Լավ հարց է։ Դե, որովհետև կյանքը անարդար է։ Այսինքն գագիկը շատ փող ունի, դրա համար գործ չի անում։ Հա։ Ես էլ գործ չեմ անում։ Ես էլ տուն լիքը հավաքած փող ունեմ։ 12420 դրամ։ Ապեր մետ ավելը վերսա շարունակի գործ անել։ Գագիկը այնքան շատ փող ունի, որ կարա 10 ասած դպրոց կառուցի։ Մեկը ինձ տանջում այն հարցը, թե ինչ ինքը ավել չի անում։ Ես գնում եմ հարցնում։ Բարև Գագիկ։ Դոբրի, Լավ ես ապեր։ ասենք թե, հետո Բայց չես ուզում հարցնես ես ոնց եմ։ երկարացնում ես, Սարա, ինչ ես ուզում, Ախպեր ուղղակի ուզում եմ հարցնեմ, դու ինչի մաքրություն չես անում։ որովհետև չեմ ուզում։ Դե որ տենց է ես էլ չեմ ուզում։ Չհասկացա, Ստիպան։ Դու ինչի մաքրություն չես անում։ Որովհետև Գագիկներ չի անում։ Այդ որ Գագիկը հարուստ է ինքը պիտի մաքրություն չանի։ Իսկ ով ասաց, որ մենք խտրականություն ենք դնում։ Հիմա Գագիկն էլ մաքրություն կանի։ Վերկաց Գագիկ։ Վերկաց։ Ստիպան, վերցրու ավելը։ Գնա ավել արա, իսկ դու Գագիկ կսրբես բոլոր աթոռների փոշիները։ Արի։ Արի տղա ջանը։ Մեկ վայրկյան, Գագիկ ջան նստիր, նստիր։ Կսրբես աթոռը այնքան մինչև պլպլը, լավ։